Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Աստվածաբան Թովմաս Սարաքելյանն է։ Բարի երեկո Թովմաս, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես Թովմաս ընտրությունները ավարտվեցին եւ մեր ազգի մի որոշակի հատված գնաց եւ ընտրեց այն իշխանությանը, որը խոստանում էր, որ ընտրվելու պարագայում փոխելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությունը, որ հայ առաքելական եկեղեցին անցնելու է, այսպես ասած, իրենց մշակած բարեփոխման ծրագրին եւ մինչեւ 2031 թվականը Հայաստանն ունենալու է նոր կաթողիկոս։ Դուք այս իրավիճակը ինչով եք պայմանավորում։ Վերջին հաշվով ես հարցին նայում եմ ոչ թե մարդկանց գնալու ընտրելու տեսանկյունից եւ երբեք չեմ տրվի գայթակղությանը ազգին, ժողովրդին, այսպես մեղադրելու։ Մեր ազգը չարչարված, տանջված, շատ դառը ճանապարհ անցած ու ամեն օր անցնող ժողովուրդ է, մանավանդ եթե խոսում ենք մեր մարզերի բնակչության մասին, շատ պարզ, շատ շուտ հավատացող, շատ շուտ տրվող սուտ խոստումներին, հույսեր կապող, հետո հուսահատվող, հա, մենք շատ զգացմունքային ազգ ենք, շատ կորուստներից հետո մեզ մոտ մի փոքր աշխարհայացքը անշուշտ տարբերվում է, կարծում եմ մյուս ժողովուրդներից, յուրահատուկ ազգ ենք, պատմական առաքելություն ունեցող, ցեղասպանություն տեսած, այդ ամենը թողնում է իր հետքը, ցեղասպանությունից շատ կարճ ժամանակ է անցել եւ մենք բոլորս շատ բաց սպիեր ունենք, եթե դեռ ցեղասպանության սպիերն են բաց եւ արյունահոսող, դուք պատկերացնում եք ինչքան սարսափելի դեռևս արյունահոսում է մարդկանց հոգեբանության մեջ Արցախյան պատերազմը, մեր տղաների մարտիրոսությունը, Արցախի ժողովրդի տեղահանումը, բռնի տեղահանումը, այս բոլորը անդառնալի հետք են թողնելու մարդկանց զգացմունքային դաշտի, հոգեբանության եւ աշխարհայացքի վրա եւ մի մոռացեք, որ վերջին տարիներին այս ժողովուրդն անդադար ապրել է հոգեբանական ահաբեկչության, հոգեբանական տերորի մթնոլորտում, այսպես չանեք պատերազմ կլինի, այսպես չխոսեք պատերազմ կլինի, Արարատը նկարենք պատերազմ կլինի, հայերեն խոսենք պատերազմ կլինի, գյուղի կեսը չհանձնենք պատերազմ կլինի, իսկ եթե երեխան դպրոցի պատուհանից տեսնում է ադրբեջանցի զինվորին, այդ ծարտենք, եք թող չտեսնի։ Այս ամենը հոգեբանական ահաբեկչություն է ժողովրդի նկատմամբ եւ այս հոգեբանական սարսափելի պրոպագանդան մարդկանց հոգեբանությունը խեղող ամենօրյա ռեժիմով տարվում է հանրային հեռուստատեսությամբ, իսկ մենք գիտենք, որ մանավանդ մեր մարզային բնակչությունը այսպես թե այնպես անդադար հանրային հեռուստատեսություն է նայում եւ ստանում է կեղծ տեղեկատվություն եւ տեղին չէ պահանջել ժողովրդից, որպեսզի նա կարողանա այնքան մեդիա գրագիտություն ունենալ, այնքան ուսումնասիրել, այնքան ժամանակ տրամադրել, որպեսզի սկսի տարբերել սուտը ճշմարտությունից, որպեսզի տարբերի պրոպագանդան այն սարսափելի վտանգներից, որոնք իրականում սպառնում են եւ վերլուծել, հա, վերլուծելը շատ վերլուծաբան լինելը շատ ծանր աշխատանք է, ժամանակ պահանջող աշխատանք է։ Բայց ես այստեղ մի բան եմ ուզում ասել, տեսեք, այո, ՀՄԷԿ-ի պրոպագանդան հատկապես մարզերում աշխատել է։ Այո, մենք տեսել ենք, որ այս ՔՊԱ-ական իշխանությունը, այդ իրենց հռչակած հիբրիդային պատերազմը իրենք են տանում մեր ժողովրդի նկատմամբ, սա չանեք կլինի պատերազմ։ Բայց Թոմաս, երբ խոսքը գնում է եկեղեցու, ազգային արժեքների, Արցախի, անկախության հռչակագրի մասին, արդյոք այստեղ պահանջվում է լինել մեդիագրագետ կամ ոչ։ Արդյոք այստեղ դեր է խաղում ՀՄԷԿ-ին հետևում ես, թե ոչ։ Առնվազն անհրաժեշտ է լինել մեդիագրագետ ու տեղեկացված, որպեսզի իմանաս, որ կա նախընտրական ծրագիր, որում կան նման կետեր։ Ներողություն, դուք ձեր շրջապատում, ես չեմ խոսում մարզերի մասին, ես չեմ խոսում նույնիսկ մեր մայրիկների, հայրիկների մասին, որոնք առանձնապես հավանաբար լուրերել չեն նայում, շատ տեղեկացված չեն, իրենք շատ են,
եւ մենք ունենք ահռելի քանակությամբ մարդիկ, որոնք ուղղակի անդադար այդ նեգատիվը ստանալով իրենց դիստանցավորել են քաղաքական թեմ։ Ես օրինակ մարդիկ գիտեմ, որոնք ուղղակի բլոկավորել են բոլոր թե ընդդիմադիր թե իշխանական թևի գործիչների էջերը, լրատվական էջերը, իրենք ուղղակի որոշում են կայացրել չհետևել, որովհետև դա անդառնալի ծանր ու վատ հետք է թողնում իրենց հոգեբանության վրա եւ ատելության մթնոլորտը, որը սերմանվել է, բերել է նրան, որ յուրաքանչյուր քաղաքական զրույց, յուրաքանչյուր հանրային զրույց, յուրաքանչյուր գաղափարական փոքրիկ երկխոսություն հանգում է վիճաբանության։ Դրա համար այսօր մարդիկ ուղղակի ասում են չենք խոսում քաղաքականությունից, չենք խոսում ոչ մի հարցից չեն խոսում, արդյունքում տեղեկացված չեն լինում։ Բայց եկեղեցու դեմ արշավը քաղաքականությունից խոսել չէ։ Եկեղեցու դեմ արշավին պետք է հետևել, պետք է դրանից իմանալ, ես ես վստահեցնում եմ, որ շատ ու շատ մարդիկ դրանից ուղղակի տեղյակ չեն։ Ներողություն, խոսքս ավարտելով, քանի հոգի կա ձեր շրջապատում, որ օրինակ կարդացել էր տարբեր ուժերի նախընտրական ծրագրերը։ Ես վստահ եմ, իրենք շատ քիչ են։ Մարդիկ, որոնք բացել են, կարդացել են լավ այս ուժը ինչ առաջարկ ունի եւ որպես կանոն տվել են իրենց ձայնը քաղաքական լոզունգներով եւ մարդիկ կան, որոնք ընտրել են խաղաղությունը չհասկանալով, որ իրենք քվ են տալիս պատերազմին, որ իրենք քվ են տալիս արյունահեղությանը, մարդկանց բռնի տեղահանմանը, արցախցիների կարևորագույն հիմնարար իրավունքների ուրացությանը, եկեղեցու դեմ տարվող սարսափելի շարժմանը, իրենք այդ ամենը չեն էլ պատկերացնում շատ հաճախ։ Հետո մի հետաքրքիր բան ասեմ, այսօր մենք այսպես մի համատարած միֆ ունենք, որ ընդդիմությունը ռուսամետ է, իսկ իշխանությունը եվրոպամետ։ Սա անշուշտ պետք է որոշակիորեն վերլուծել հասկանալու համար, որ այսօր Հայաստանում ամենառուսամետ ուժը փաստացի, եւ եթե խոսում ենք թվերով, եթե խոսում ենք տնտեսական գործունեության կախվածությունը մեծացնելու, ամենառուսամետ ծրագիրը, որ կարելի էր բերել, դա այսօրվա այս կուսակցությունն է, պատերազմի կուսակցությունը, քաղաքացիական պայմանագիրը։ Ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագրի առաջիկա ձախողումը լինելու է արդեն այն ժամանակ, երբ ակնհայտ դառնա, որ նա չի պատրաստվում կատարել Եվրոպայի հետ կապված որևէ խոստում եւ ինձ համար ակնհայտ է, որ առաջին մեծ ճնշումը այս կուսակցության վրա լինելու է Եվրոպայից, որովհետեւ վստահաբար առաջիկայում հակառակն է լինելու, այսինքն փորձ է արվելու հարաբերությունները տանել դեպի Ռուսաստանի կողմ եւ ամբողջ շուկան տանել դեպի Ռուսաստանի կողմ, որովհետեւ չի ստեղծվել որևէ նախադրյալ դա փոխելու այլ ուղղությամբ, արդյունքում մենք մնալու ենք սարսափելի վիճակում, երբ հարաբերությունները փչացնում ենք մյուս կողմի հետ, չունենալով այլ ընտրանք, ստախոս լինելով մյուս կողմի հետ, այսինքն այս դեպքում մենք գնում ենք ոչ թե հավասարակշռված, բալանսավորված քաղաքականության, այլ մենք հավասարակշռված ատելի ենք դառնում բոլորի համար։ Սա ամենավտանգավոր ճանապարհն է՝ ստել բոլորին տալ խոստումներ, այսինքն մենք հասել ենք նրան, բայց հաջողվում է փաստորեն, Թովմաս, չի հաջողվում, պահել իշխանությունը այդ ստի գնով։ Տեսեք, իշխանությունը պահել հաջողվել է նաև Հիտլերին, իշխանությունը պահել հաջողվել է նաև Ստալինին, իշխանությունը պահել հաջողվել է շատ ու շատ բռնապետերի ու հանցագործների, այսինքն իշխանություն պահելը երբեք հաջողության գրավական չէ քաղաքական գործչի համար, որովհետև պարտված ինքնասպան եղած եւ ջախջախված Հիտլերը փառահեղ հաջողում էր իշխանությունը պահելու հարցում, փառահեղ հաղթում էր բոլոր հնարավոր եւ անհնարին նույնիսկ ընտրություններում։ Մենք Հիտլերին չենք գնահատում նրանով, թե Հիտլերի միտինգներին եւ ռազմաշքերթներին քանի մարդեր մասնակցում, մենք հասկանում ենք, չէ, որ Հիտլերի վարչակազմը բաղկացած էր գերիներից, որոնք ուղղակի գերի էին Հիտլերի ձեռքը եւ առաջին իսկ ցուցմունքներ տվողն էին պատերազմի ավարտից հետո Հիտլերի դեմ, եւ մենք հասկանում ենք, որ այն մարդիկ, ովքեր այդ Հիտլերի շքերթներին մասնակցում էին եւ Հիտլերի ցույցերին մասնակցում էին, այդ մարդիկ պարզապես գերիներ էին, որոնք պատերազմի ավարտից հետո ազատագրվել են եւ վկայում էին իրենց գերության մասին։ Մենք հասկանում ենք, որ հիտլերյան ռոպագանդան աշխատում էր շատ լավ ու շատ մարդիկ մտածում էին, որ գուցե դա է ճիշտը եւ քվեին տալիս Հիտլերին չհասկանալով, թե ինչ սարսափներ է սպասում Գերմանիային դրան զուգահեռ եւ դրանից հետո, այսինքն եթե մենք նայում ենք սովորական բռնապետերի, իհարկե Հիտլերը դեռ շնորհալի բռնապետ էր եւ որպես բռնապետ տաղանդավոր էր եւ կարողանում էր գոնե իր գաղափարին
ծառայել ֆանատիկորեն, հա, Հիտլերը ուներ այդ ֆաշիզմի գաղափարախոսությունը, որը իր գաղափարախոսությունն էր։ Ցավոք սրտի մեր պարագայում մենք ունենք բռնապետ, որը նույնիսկ իր գաղափարներին չի ծառայում, այլ ծառայում է թուրք-ադրբեջանական գաղափարներին եւ սպասարկում է ուրիշ ֆանատիկորեն եւ բռնապետաբար սպասարկում է այլ երկրի գաղափարախոսությունը ես համոզված եմ որ ծառայում է այդ պանթուրքիզմի եւ այդ թուրքական, թուրքախոս այդ ցեղերի միավորման գաղափարին, այսինքն այս դեպքում պետք է հարցը նայել միշտ հարցին նայել ադրբեջանա-թուրքական կողմից, սա մեր հերթական հայրենական իշխանությունը չէ, որի գաղափարախոսությունը մենք չենք կիսում, մենք այլախոհներ չենք այս երկրում, մենք մարդիկ ենք, որոնք հայախոհ են, որոնք հայեր են եւ ուզում են որպեսզի Հայաստանը ծաղկի եւ մենք դեմ ենք հակահայկական գաղափարներին ոչ թե Հայաստանի հետ կապված եւ հայկական այլ գաղափարախոսությանը։ Տեսեք, իշխանության կողմից հնչեցվող թեզերի համատեքստում, որ բավական է Թուրքիային եւ Ադրբեջանին դիտարկեք թշնամի եւ դա որոշ հատվածի մոտ աշխատում է, որ ի վերջո Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի չի կարող ունենալ թշնամական հարաբերություն, դե ինչ անի Փաշինյանը պետք է գտնի եզրեր այդ երկու երկրների հետ աշխատելու, ինչա անում է։ Թուրքիային թշնամի է համարում նույնիսկ Թուրքիայի տարածքում ապրող եւ դարեր շարունակ իր կյանքը այնտեղ կազմակերպելու փորձեր անող քուրդ ժողովուրդը։ Ապրելով Թուրքիայի Հանրապետությունում մենք գիտենք, որ հակաթուրքական տրամադրվածություն ունի, որովհետև իր մաշկի վրա ամենօրյա ռեժիմով զգում է թուրքական ռեժիմը։ Ժամանակակից թուրքը ասում է մեզ հետ չի վարվի այնպես, ինչպես վարվեցին 15 թվին։ Մենք առնվազն 7 անգամ մեր պատմության ընթացքում այդ խոսքը կրկնել ենք, մենք դա ասել ենք, թե երիտ թուրքերի պարագայում ասելով, որ երիտ թուրքերը այլ թուրքեր են, որոնք այլևս չեն անում վայրագությունը եւ երիտ թուրքերը եվրոպական արժեքներ են քարոզում եւ տեսանք, որ երիտ թուրքերին հակադրում էին կայսերական Թուրքիայի վայրագություններին ասելով, որ դա չի կրկնվելու, բայց եղավ ցեղասպանություն, այնուհետև ցեղասպան Թուրքիան փորձում էին հակադրել հանրապետական Աթաթուրքի այդ վայրագներին եւ մենք տեսանք, որ այդ հակադրության արդյունքում կորցրին Արարատը, Կարսը, Սուրմալուն կողմը, այսինքն գիտեք, երբ դու մեկ անգամ, երկու անգամ կրկնում ես սխալը, դա դեռ կարելի է տրամաբանել, սակայն երբ այդ սխալն արվում է այլևս ունենալով հսկայական պատմական փորձ եւ իմանալով ամեն բան, չէ, այստեղ արդեն ես չեմ ուզում մեկնաբանել նույնիսկ թե ինչ են ասում, ինձ համար չէ, բայց կոնկրետ քայլերով են գնում իրենք դրան։ Հիմա օրինակ տեսեք, այսօր հայտնի դարձավ, որ Տելեկոմ Արմենիան Ազերտելեկոմի հետ հուշագիր է ստորագրել։ Հայաստանը եւ Ադրբեջանը ինտերնետ տրաֆիկը համատեղ վերահսկելու հուշագիր են ստորագրում։ Ինչը իհարկե հղի է շատ ու շատ վտանգներով, կապված տեղեկատվական անվտանգության հետ, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է անդադար մեկնաբանողը լինենք նրանց դավաճանական արարքների։ Իմ կարծիքով այս քաղաքական հանգրվանը այսօր Հայաստանում գալիս է մի պարզ երևույթից, մենք անդադար մեկնաբանում ենք նրանց թշնամությունը։ Մենք պետք է մեկ անգամ մեզ համար հստակեցնենք, որ սա թշնամական երևույթ է ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ եւ այլևս յուրաքանչյուր քայլը չմեկնաբանենք, որովհետեւ նրանք սնվում են այդ փաստով, որ մենք անդադար մեկնաբանում ենք իրենց։ Մենք պետք է գետ մեկ անգամ թելադրենք մեր օրակարգը։ Ինչպես թելադրենք մեր օրակարգը։ Իհարկե աղոթող ունեմ մեր տարբեր քաղաքական գործիչների համար, բոլոր նրանց համար, ովքեր հիմա այս պահին խորհրդակցությունների, քննարկումների ծանր փուլում են եւ ես հույս ունեմ, որ նրանք աղոթքի մեջ են, որպեսզի Աստված իրենց իմաստություն տա, որովհետեւ ես չեմ հավատում քաղաքական հաջող գործունեության առանց աղոթքի։ Ես ուզում եմ օգտագործելով այս եթերը իմ հորդորն ուղղել մեր բոլոր քաղաքական գործիչներին, որոնք հիմա որոշում պիտի կայացնեն, պայքարի ուղենիշ պիտի գծեն իրենց համար եւ պիտի բոլորիս հայտնեն, թե ինչպես են տեսնում պայքարը։ Ես իմ խնդրանքն է, որ դա անեն աղոթքով, ամենօրյա աղոթքով եւ հաշտության օրակարգով։ Այսօր մեզ պետք է անհրաժեշտ է հաշտության օրակարգ։ Ես ուրախությամբ լսեցի Տիար Սամվել Կարապետյանի խոսքն առայն, որ այժմ պետք է համախմբում լինի, վերջապես, շատ ուշացած,
մեծագույն սխալ էր սա այսքան ուշացնելը։ Մարդկային տկարության, ամբիցիաների, վախերի, հպարտության դրսևորում էր դա չանելը նախընտրական փուլում, բայց հիմա գոնե պետք է դասեր քաղել եւ միաբանվել, հաշտվել, թողնել անձնականը։ Գիտեք, այսօր մեր գոնե հիմնական առաջնորդները բավականին մեծ ռիսկի են գնում առաջնորդություն ստանձնելով։ Ոչ մի դրական բան իրենք չեն ստանում այս երկրում առաջնորդություն ստանձնելով, իրենք միայն կորցնում են, մենք գիտենք մեր երկրի բազում քաղբանտարկյալների մասին, մենք գիտենք, որ յուրաքանչյուրս ռիսկի ենք դիմում, երբ խոսում ենք այս երկրի շահից։ Հիմա գիտեք, եթե մեր հարցազրույցը շատ լավ անցնի ու մենք այսպես շատ կարողանանք կարևոր մտքեր ասել եւ խանգարել այս իշխանությանը, այս հարցազրույցից հետո ես էլ դուք էլ խնդիրներ կունենանք։ Դե մեր մեդիան արդեն ունի խնդիրներ։ Եվ ձեր մեդիան այսօր գտնվում է, ես իմացա, որ կապարակնքված դռներ, զուտ, որովհետեւ դուք հանդգնել եք ազատ խոսել։ Ակնհայտ է, որ Հայաստանում թե հոգևորականների, թե մեդիայի, լրագրողական համայնքի, թե քաղաքական գործիչների ազատ խոսքը համարվում է հանդգնություն։ Եվ այդ առումով ես կարծում եմ հիմա մենք պետք է չվախենանք, հաղթարենք մեր վախերը, միաբանվենք, հաշտվենք, թողնենք անձնական եւ անանձնական, հանրային, հայրենական շահի շուրջ կարողանանք մեկ խոսք լինենք, ինչպես Գործ գրքում Աստվածաշնչում է ասում, լինենք միասիրտ եւ միաբան։ Եվ Օգոստինոս Երանելին շատ կարևոր նաեւ հորդոր ունի լինել միաբան կարևորագույն հարցերում, լինել հանդուրժող, լինել ազատ, լինել այսպես պատրաստ երկխոսելու երկրորդական հարցերում եւ լինել սիրող բոլոր հարցերում։ Ես կարծում եմ սա, որը եկեղեցական ժողովներին շատ վերաբերող խոսք էր, սա այսօր մեր հանրային կյանքում մեր գործիչների համար է եւ մի կարևոր միտք եմ ուզում ասել, կներեք երկարելու համար, բայց այս միտքը ուզում եմ հնչի, որովհետեւ այսօր կա մի խավ մարդկանց մեջ, այ միայն իրենք ինձ համար ընդունելի չեն։ Եվ ես ուզում եմ խոսքս նաեւ իրենց լսելի լինի, գուցե թե իրենք նայեն այս զրույցը եւ իրենց մեջ հասկանան, որ այս խոսքը իրենց մասին է։ Գիտեք, կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ։ Ես հաշտ եմ այն մտքի հետ, որ ես այս երկրում անդադար հանդիպելու եմ մարդկանց հետ, ովքեր նիկոլական են, ովքեր աջակցում են ԿՊ-ին։ Ես պատրաստ եմ անդադար զրուցելու իրենց հետ։ Եվ մեր խնդիրը նաև դա է, զրուցելու այդ մարդկանց հետ հանգիստ, բացատրելու նրանց առանց մեղադրանքների, անձնական վիրավորանքների։ Այս փուլում պետք է այդ մարդկանց հետ զրուցել, որովհետև երբեմն երբ դու զրուցում ես, երբ դու մարդուն տեղյակ ես բանում շատ հարցերի շուրջ, իրենք հասկանում են, ընդունում են եւ պատրաստ են զրուցել։ Եթե մարդը ուղղակի ունի այդ գաղափարախոսությունը եւ դու գտնում ես, որ դա սխալ է ու կարելի է երկար այդ մարդու հետ զրուցել, դարձի բերել։ Գիտեք, ում հետ անհնար է զրուցել։ Այս նախընտրական շրջանում իմ շրջապատում եւ ամբողջ Հայաստանում մեր հանրային կյանքում ես նկատել եմ բազում նման մարդկանց, որոնք շատ ավելին են, քան նիկոլականները։ Թվով եւ տոկոսով իրենք շատ մեծ տոկոս են կազմում։ Հանդիպում եմ մարդկանց, որոնք ասում են, գիտես, ես ընդհանուր առմամբ համաձայն չեմ այս իշխանության հետ, բայց հայրս ոստիկանությունում է ծառայում եւ բարձր պաշտոն ունի, ես կաշկանդված եմ խոսելու։ Ինչ անենք, տուն ենք պահում, այդ սկզբունքն է, այսինքն մարդկանց մոտ։ Գիտեք, տուն պահողը դեռ մի կողմ, երբեմն դու տեսնում ես սպորտսմենի, որը իր հանրային խոսքը կարող է վաճառել ինչ որ իր փոքրիկ նախագծին պետֆինանսավորում գտնելու համար։ Հայտնի գործիչներ, որոնք ասենք, չգիտեմ, ինչ որ որոնք լռեցին եկեղեցու շուրջ կատարվող ժամանակ, որոնք խոսեցին, պաշտպանեցին ու երբ որ իրենց հետ խոսում ես, ասում են, դե գիտես, մենք մի հատ բան ունենք, պրոյեկտ ունենք եւ ինչ որ փոխնախարարի մակարդակում ինչ որ գործ ունեն, հարց ունեն լուծելու եւ իրենց հանրային խոսքը վաճառում են այդ մի հատ փոքրիկ հարց լուծելու համար կամ ինչ որ պրոյեկտ ֆինանսավորելու համար կամ ուղղակի կանխիկ գումարի դիմաց։ Գիտեք, իմ կարծիքով մարմնավաճառությունը ավելի հեշտ ներելի արարք է, քան հանրային խոսքի ու մտքի վաճառողությունը։ Երբ որ դու քո խոսքն ես վաճառում, երբ որ դու պատրաստ ես կաշկանդել քո խոսքը ասելով, որ պապաս գնդապետ է, կամ պապաս
ոստիկանությունն է ծառայում։ Դե պապաս, դե մամաս, դե բիզնեսս, դե տունս, դե երեխես, միշտ կարելի է գտնել ինչ-որ բան, ինչ-որ գին, որի դիմաց կարելի է վաճառվել, բայց կարելի է նաև չվաճառվել։ Եվ այսօր, գիտեք, վաճառվելու չվաճառվելու մասին է ամբողջ դիսկուրսը։ Այսօր շատ հաճախ մեղադրանք կա քաղաքականությամբ զբաղվել չզբաղվելու շուրջ եւ եկեղեցին են փորձում ներքաշել այդ մեղադրանքի մեջ, որ դուք զբաղվում եք քաղաքականությամբ։ Այո, զբաղվեցիք եւ հայտնվեցիք այս իրավիճակում։ Մի խնդիր է, երբ ասենք, չգիտեմ, ինչ որ կուսակցական քարոզչական, ասենք, սիվիկի տաղավարից են ինձ հորդորում քաղաքականությամբ չզբաղվելու, զավեշտ են, որ նախկին հոգեվորականներ։ Դա դեռ մի կողմ։ Խնդիրը հետեւյալն է, ի՞նչն ենք մենք անվանում քաղաքականություն։ Այսա պետք է սահմանել։ Գևորգ Սուրենյանցն ու Խրիմյան Հայրիկը, Կոմիտասն ու Ղևոնդի երեցը, մեր բոլոր եկեղեցական մտածողները, ժամանակի հզորագույն մարդիկ, որոնք զբաղվել են հասարակական գործունեությամբ, որոնք զբաղվել են այս երկրի շահով, այս հայրենիքի ազգային մտածողության կրողն են եղել, կենսագրություն ունեցող մարդիկ են եղել եւ հանուն իրենց անվան, հանուն իրենց կենսագրության, հանուն իրենց եկեղեցվո ասել են, հիմա կներեք Սուրենյանցը քաղաքական կոչեր անում Սարդարապատի դաշտում, իրոք, այսինքն զավեշտի ենք մենք վերածել մեր հանրային մտածողությունը։ Մենք կենսագրություն ունենք եւ հանուն մեր կենսագրության, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր պետականության, հանուն մեր եկեղեցվո մենք խոսում ենք, որովհետեւ մենք ունենք գաղափարա խոսություն։ Քանի դու չես խոսում դրա մասին, քանի դեռ դու դա չես քարոզում, չես տարածում, չես քննարկում, չես երկխոսում, դա գաղափարա խոսություն չէ։ Այսինքն մեզ ուզում են զրկել գաղափարախոսությունից, այսինքն մենք պիտի խոսենք եղանակի տեսությունից ու մեքենաներից պիտի խոսենք, ինչից պիտի խոսենք։ Չքննադատեք իշխանությանը։ Այն հոգևորականները, որոնք Նիկոլ Փաշինյանի կողքին են կանգնած, իրենք ակտիվ խոսում են քաղաքականությունից, կուսակցական։ Ես գիտեք իմ ամբողջ 5-ամյա գործունեության ընթացքում, որ ես վերադարձել եմ պատերազմից, ես վերադարձել եմ բանակից, եղել եմ սերժանտ, եղել եմ զինծառայող, տեսել եմ պատերազմը ներսից, ես դրա մասին շատ խոսել չեմ սիրում դետալների առումով, բայց ինձ համար կա բարոյական պարտավորություն, ես տեսել եմ այդ պատերազմը։ Ես տեսել եմ, թե ինչպես է թափված արյունը մատնվում թանակով, թանակի հեղմամբ։ Ես տեսել եմ, թե ինչպես է այդ ամենը եղել ներսից, հասկանում եք, ու այդ առումով ես վերադարձել եմ բանակից ու ինչից պիտի ես խոսեի։ Ինչից պիտի խոսեի։ Լռեիք։ Եթե հոգևորականները լռեին, Նիկոլ Փաշինյանը չէր արշավի։ Ինձ հետաքրքիր չէ այդ մանիպուլյացիան եւ ուլտիմատումը, ինձ ոչ մեկ ուլտիմատում չի կարող դնել։ Ես հասկանում եմ, որ դուք ցիտում եք իրենց այդ տեսակետը, բայց մի բան ասեմ, նույնիսկ եթե մենք լռեինք, մեզ լուր կմորթեին։ Գիտեք, հաճախ ցեղասպանության ժամանակ որոշ հայեր, որտեղ այդ տեսակը միշտ էլ եղել է, ցեղասպանության ժամանակ էլ է տեսակը եղել, մեղադրում էին ֆիդայիներին, մեղադրում էին վանեցիներին, մեղադրում էին զեյթունցիներին ու սասունցիներին, ասելով այ դուք պայքարում եք, ընդդիմանում եք, այ դուք դիմադրություն եք ցույց տալիս թուրքերին, դրա համար թուրքերը ձեզ կոտորում են, այ մենք լուր կմնանք եւ մեզ չեն կոտորի։ Եկեք դարձյալ եմ ասում, նայենք թվերով։ Այսօր Հայաստանում, եթե դուք նայեք, հարցնեք, պապիկդ որտեղից է, նախնիներդ որտեղից են, շատ են վանեցիները։ Իրականում, որ Հայաստանում նայեք, Հայաստանում ապրում են հիմնականում այն մարդկանց սերունդները, որոնք պայքարել են ցեղասպանության ժամանակ։ Ով պայքարել է, չի ցեղասպանվել, ով լռել է, ամենաշուտն է ցեղասպանվել։ Այսինքն մենք ակնհայտ տեսնում ենք, որ պայքարը կարող է լինել դառը, բայց երբեք անպտուղ չի լինում։ Հիմա ինձ երբեմն ասում են, լավ, տեսար, պայքարեցիր, պարտվեցիր։ Դու պարտվեցիր, մենք չէ, որովհետև մենք չէինք էլ պայքարում։ Մենք չէինք հավատում, մենք հուսահատված ենք։ Այո, նույն հոգևորականները, մենք լռում էինք, նախընտրում էինք լռել այն ժամանակերպածն, քնչականը, եկեղեցում էին, լռել այդ ամբողջ ընթացքում։ Հոգևորականած պիտի ասեմ, որ հոգևորականների ճնշող մեծամասնությունը խոսել է, ունեցել է ակտիվ դիրքորոշում, չի լռել, չի վախեցել, այդ առումով ի պաշտպանություն պիտի ասեմ, որ
ես պատիվ ունեմ լինելու այս եկեղեցու կրտսեր ծառայող, ամենակրտսեր աստիճան գտնվող ծառայողը եւ նայել իմ հայրերին ու ամոթ չզգալ։ Գիտեք, նաեւ բոլոր են հայրերը, որոնք վրիպել են, որոնք շեղել են իրենց ճանապարհը, ես վստահում եմ վեհապարի իմաստության, ես չեմ մեկնաբանում իրենց, բայց նաեւ շնորհակալ եմ վեհապար հայրապետին, շնորհակալ եմ Բագրատ arczepiskopos Գալստանյանին, շնորհակալ եմ Միքայել arczepiskopos Աջապայանին, որովհետև ինքս գյումրեցի եմ եւ Շիրակի թեմի առաջնորդն է Միքայել Սրբազանը ու ծառայել եմ Տավուշում Բագրատ Սրբազանն է Տավուշի առաջնորդ, այսինքն այս երկու հոգեվոր հայրերը ինձ համար առանձնահատուկ դեր ունեն, բայց նաեւ Մկրտիչ Սրբազանը, Աշակ Սրբազանը, մյուս հոգեվորականները, որոնք անդադար բամբասանքի կեղեքման, մեր քահանա հայրերը, մենք հաճախ խոսում ենք սրբազաններից, բայց առաջին գիծը այնուամենայնիվ մեր ամուսնացյալ քահանա հայրերն են, դիրադավերը Գիտեք, էլի ասել եմ, բազմիցս ասել եմ, Աստվածաշնչում անառակ որդիների առակ կա, անառակ հայրերի առակ չկա, ես չեմ կարող խոսել հայրերի մասին։ Հայրերի մասին պիտի խոսեն իրենց հայրերը, որոնց առաջ իրենք այլևս որդիներ են։ Բայց այնուամենայնիվ մաքրվեց ինչ որտեղ եկեղեցին։ Եթե չլիներ Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ, դուք կիմանայիք, որ եկեղեցու ներսում կան այդպիսիք նաև։ Անշուշտ կարծում եմ, այո, բայց ես այլևս չեմ մեկնաբանում այն հոգևորականներին, որոնք շեղվել են, իմ խնդիրն այն է, որ ես աղոթքով Աստծուց ուժ կարողություն խնդրեմ չշեղվելու, չվրիպելու, սխալներ չգործելու այս փուլում։ Ինձ համար կարևորը դա է եւ կարևոր իմ հայրերին հավատարիմ մնալն է, իմ վեհապար հայրապետին եւ ամենակարևոր իմ հայրենիքին եւ իմ Աստծուն ամենագագաթնակետում նաեւ այս ամենը նաեւ Աստծուն հավատարիմ մնալու միակ նպատակն ունի։ Այսինքն մենք ծառայում ենք Աստծուն, երբ մենք խոսում ենք Կիրանցի մասին, երբ մենք խոսում ենք հիմա գիտենք, որ պատրաստվում են ուրեմն եւս մեկ գյուղ հանձնել, եւս մեկ տարածք հանձնել, եթե մենք խոսում ենք այդ գյուղի մասին, այդ տարածքի եւ մեր սրբությունների մասին, Արևմտյան Հայաստանի մասին, Սփյուռքի մասին, դա ամբողջը Աստծուն ծառայելու անդաստանից ներս է, դա բնավ քաղաքական չէ, բնավ կուսակցական չէ։ Հետևաբար մենք այսօր կարծում եմ չպետք է խոսենք քաղաքական տեխնիկական հարցերի շուրջ եւ որպես աստվածաբան, որպես ուրարակիր, կրսեր եկեղեցական դպիր իմ նպատակը անշուշտ խնդրանքն է, որպեսզի մեր քաղաքական գործիչները աղոթքով իմաստուն որոշում կայացնեն եւ կարողանան հստակ ցույց տալ, որ տեսեք Ադրբեջանից գալիս է իրենց սիրելի պաշտոնյան եւ իրենք տանում են Դիլիջանում, գիտեք ամոթ է երբ Ռուբեն Վարդանյանը, որն այդքան բան է արել Դիլիջանի համար, որն այդքան մեծ ներդրում ունի ու Բաքվի բանտում պահվում է, պանդանդարված է Ռուբեն Վարդանյանը, դա մեր բոլորի կենսագրությունն է, դա մեր բոլորի մասին է, դա Ռուբեն Վարդանյանի անձնական խնդիրը չի, դա իմ անձնական ամոթն է։ Ես եմ Բաքվի բանտում, իմ արժանապատվությունն է բանտում, թե Երևանի բանտերում, թե մյուս բոլոր այն բանտերում, որտեղ մեր քարբանտարկյալներն են եւ թե Բաքվի բանտում իմ արժանապատվությունն է բանտարկված։ Որևէ մեկը թող չմտածի, որ դա ինչ-որ ուրիշ անձի խնդիրն է, որովհետեւ ես իբրև 6 տարի Արցախում ապրած մարդ կարող էի հանգիստ լինել այնտեղ, ոչ մի տարբերություն չեմ ուզում տեսնել իմ եւ մյուս գերիների միջև։ Մենք նույնն ենք, որովհետեւ իրենք այնտեղ են հայ լինելու համար։ Իրենք այնտեղ չեն իրենց անձնական ինչ-որ հարցերի պատճառով։ Իրենք այնտեղ են հայ լինելու, Արցախում լինելու եւ այդ առումով ուրանալ նրանց նշանակում է ուրանալ բոլոր սրբությունները։ Եվ տեսեք մենք երբ նախընտրական շրջանում լսում էինք 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, շատերը ասում էին դե խոսում եք էլի բան, իսկ այսօր մենք արդեն տեսնում ենք ընտրություններից մի քանի օր հետո արդեն Ադրբեջանում պաշտոնյաների մակարդակով դետալներ է քննարկվում։ Այո, ասում են ապահովեք ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Եվ ինձ համար անընդունելի է, որ մարդիկ այդպես սկզբում մեղադրում են, ասում են դե այն ժամանակ չգիտենք։ Երբ կներեք, գիտեք, տարիներ առաջ ես այնքան թարմ եմ հիշում, մի քանի 3 տարի անցել, կներեք, կարող է մենք գուպի ձկների նման հիշողություն պիտի ունենանք, այդպես չի, մենք ամեն ինչ լավ հիշում ենք, երբ մենք խոսում էինք Արցախի մարդկանց անվտանգության մասին 21-ին, 22-ին, 23-ին, մեզ ասում էին դե դուք ինչ եք ասում, տագնապ եք տարածում եւ այլն։ Հետո եղավ այն ինչ եղավ, սկսեցին
Դե ախր մենք ինչ անենք, դե ռուսն է մեղավոր, կներեք, Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեն այդ մարդիկ։ Իմ անձնագրի մեջ գրված է, որ իմ անձի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու անձի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Իմ անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Ինչ Ռուսաստան։ Ես իբրև Թովմաս Վահագնի Առաքելյան դեմ եմ, որ իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուս անվտանգությունը երաշխավորի կամ ապահովի որևէ այլ երկիր։ Եվրոպական, ամերիկյան, այսինքն կներեք Թրամփը պիտի իմ անվտանգությունը ապահովի։ Թրամփի ուղին եթե կա, ասում է Հայաստանը 99 տարով գոյություն կունենա, որովհետև Թրամփի ուղին հենց այդքան տարով է կնքվելու եւ շահագործվելու։ Ուրեմն իմ պահանջն է եւ իմ պայքարն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինի Հայաստանի կառավարությունը, իշխանությունը գործադիր, օրենսդիր եւ դատական ու ազատ, ոչ թե կնոպկայով աշխատող, ոչ թե պատվիրատու եւ կոնկրետ կուսակցության հարճ ու քմահաճույք կատարող, որ արդեն չեն էլ թաքցնում։ Կա այդպիսի դատավոր հարցնում է, որ իմ ասածը չանի, հասկանում եք, արդեն այլևս չկա նույնիսկ ձևական սքողումը այն իրավիճակի, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորները կատարում են մեկ մարդու քմահաճույք, այսինքն դա արդեն չի թաքցվում։ Կկարողանա այդ մեկ մարդը եկեղեցու հետ կապված իր պլաններն իրագործել։ Ինքը ներկայացրել է կուսակցական ծրագիր, ամենայն հայոց կաթողիկոսին ասում է պետք է ուղարկեմ հանգստի։ Կկարողանա հասնել դրան թե ոչ։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, այնուամենայնիվ գիտեք, սահմանադրության մեջ կա երկու կարևոր դրույթ, որի առաջ իրենք դիվահարված պայքարում են եւ ուզում են դրանք հանել, այն մասին, որ ցեղասպանության ճանաչումն ու Արցախի հիմնախնդիրը մեր պետության, Հայաստանի երրորդ հանրապետության անժամկետ պետական նպատակներն են, անժամկետ։ Այսինքն մենք 100 տարի լինի, 1000 տարի լինի, ունենք պայքար։ Երեք շատ ժողովուրդներ կան, որոնք իրենց պայքարը տարել են 100-ամյակներով եւ հաջողել են 1000-ամյակ անց։ Բայց առաջարկվող մոդելը հետեւյալն է՝ չպայքարել։ Չպայքարել, ուտել, խմել, աշխատել, աշխատավարձ ստանալ։ Տշնամական մոդելները չմեկնաբանենք, եկեք խոսենք այն մասին, որ այս չարի իշխանության դեմ պայքարը չունի ժամկետ, անժամկետ է, ինչքան պետք է, այնքան էլ կպայքարենք։ 10 տարի կպայքարենք, 20 ի վերջո եկեք ի նկատի ունենանք, որ իրենք մոտ 20 տարի պայքարել էին մինչև 18 թվականին կարողացան բռնազավթել իշխանությունը, հասկանում եք, տասնյակ տարիներով էին աշխատել, այնպես չի որ եկան ու վերցրին իշխանությունն էլ դրված էր հրապարակում, այդպես չէ, իրենք լուրջ բայց իրենք ունեին արևմուտքի աջակցությունը, արևմտյան գրանտներ, կազմակերպություններ, բայց հիմա մեր ազգային ընդդիմադիր հատվածը դա չունի։ Պետք չէ նաև միայն արևմուտքի մեջ տեսնել, ես կարծում եմ, որ հիմնական իհարկե զարկերակը հիմնական թուրք-ադրբեջանական ուժերի եւ Թուրանի մեջ է եւ մի բան եմ ուզում ասել, այս արևմուտքի հետ կապված, եթե թույլ տաք ու եթե մեր ժամանակը դեռ ներում է։ Այո, համեցեք։ Ես այսպեսի դե բնականաբար այս օրերին ես ոչ հուսահատվելու ժամանակ եմ ունեցել, ոչ վախենալու ժամանակ եմ ունեցել, թե նախընտրական, թե հետընտրական գործեն, ես իբրև մարդ, որը ցկտում է լինելու մտավորական եւ ցանկություն ունի ես երկրում մի օր լինելու, ես չափազանց երիտասարդ եմ մտավորական կոչվելու համար, բայց ես ցկտումն ունեմ լինելու մտավորական, հետեւաբար ինձ համար պարզ է, որ ես այս շրջանում պիտի մտավորական աշխատանք կա, պիտի մտածեմ, պիտի վերլուծեմ եւ իմ վերլուծությամբ եմ ուզում կիսվել։ Մենք ունենք սոցիոլոգիական հարցումներ եւ մենք մեծ հաշվով տեսնում ենք, թե այս իշխող ուժի նարատիվները եւ ռոպագանդան որ մարդկանց խմբի մեջ են պոպուլյար։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը բնավ պոպուլյար չէ երիտասարդության մեջ եւ հիմնականում բարձր տարիքն է թիրախավորել եւ այնտեղ է հաջողում։ Շատ հետաքրքիր ֆենոմեն է, որ ավելի շատ հաջողում է բարձր տարիքի կանանց միջակայքում։ Ես կարծում եմ, դա պետք է օրինակ հոգեբանները վերլուծեն, թե ինչու է այս նարատիվները այդպես
ակտիվ տարածվում բարձր տարիքի կանանց մեջ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ավանդաբար շատ ընդդիմադիր է Երևանը։ Բոլոր ընտրություններում մենք տեսնում ենք, որ Երևանը եւ այս ընտրություններում եւս խիստ ընդդիմադիր կեցվածք ունի եւ տեսնում ենք, որ այս գաղափարները հաջողում են մեր հայրենիքի մարզային հատվածներում, բնակավայրերում, գյուղերում, փոքր գյուղերում, բայց մայրաքաղաքում չեն հաջողում։ Եվ երիտասարդների մոտ չեն հաջողում։ Այս նաև մտածում եմ, ովքեր են մեր երկրում այն մարդիկ, ովքեր եղել են Եվրոպայում, պատկերացնում են ինչ է Եվրոպան, պատկերացնում են, թե ինչ օրենսդրական փոփոխություններ պիտի ունենա Հայաստանը Եվրոպայի հետ մերձեցման առումով։ Մենք հասկանում ենք, որ Եվրոպամետ մարդը պետք է լինի շատ այսպես ազատամիտ, պետք է շատ բաց լինի, օրինակ, տարբեր փոքրամասնությունների նկատմամբ, լինեն դա ազգային փոքրամասնություններ, լինեն դա սեռական փոքրամասնություններ, պետք է նրանք շատ բաց լինեն սեռական փոքրամասնությունների հետ կապված մի շարք օրենքների, նորմերի կարգավորմանը, այդ մարդկանց քարոզչության բավականին մեծացմանը Հայաստանում եւ այլն, այսինքն հետո նոր արդեն մի շարք խոսքի ազատության առումով պետք է պատրաստ լինեն խոսքի ազատությունը հանդուրժել, պետք է լինեն շատ հանդուրժող, պետք է լինեն շատ տոլերանտ։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս տոլերանտությունը, ազատամտությունը եվրոպական արժեքներին ավելի կողմ լինելը հատուկ է ընդդիմադիր մարդկանց Հայաստանում, այսինքն երիտասարդներին, Երևանի բնակչությանը, այն մարդկանց, որոնք ընդդիմադիր են։ Իսկ իշխանական թևին սատարող մարդիկ, այն 50+ կանայք, ոչ միայն մենք չառանձնացնենք, հիմա այս ընդհանրապես սոցիոլոգիական փաստ եմ արձանագրում, ես չեմ թիրախավորում, ասում իրենք վատն են կամ լավն են։ Դա ուղղակի փաստ է, որ իրենք ընտրում են որպես կամ պոպուլյար է այդ մարդկանց խմբում ԿՊ-ի, հիմա դա լավ է, վատ է, սխալ է, ճիշտ է, դա գնահատականներ չենք տալիս, չենք թիրախավորում։ Արձանագրում ենք սոցիոլոգիական փաստ։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ որպես կանոն ունեն շատ սովետական դաստիարակություն, շատ սովետական մտածելակերպ, ընկալում են իրենց առաջնորդին որպես սովետական բռնատիրական հասարակարգում հատուկ խոսքի ազատություն չհանդուրժող միացած լիդերի բան, ու իրենք շատ հաշտ են այդ մտքի հետ, պետք է ներողություն մեջբերման համար կզացնել, մուրճով սպանել, նստացնել, բոմժ սարքել, հա, այս մտածումը հատուկ չէ Եվրոպայի ձգտող մարդուն։ Դե մարդը մտածում է, որ ինքը այս երկրում պիտի կզացնի, պիտի ինչ որ բանը։ Հիմա ես նայում եմ իմ մեկնաբանությունները, շատ իշխանական թևից գալիս ինձ դե մեկնաբանություն են գրում, եւ խոսքը ֆեյքերի մասին չէ, ռեալ մարդկանց մասին։ Այն որ մեկը գրել էր այսպես բաներ ես խոսում, ու հիմա որ քեզ բռնեն նստացնեն, բողոքելու ես, չէ՞։ Էմի խոսա, տղա ջան, լավ տղա ես, լավ քարոզներ ես անում։ Հիմա սենց վիդեո ես դրել։ Այ հիմա որ գան քեզ բռնեն։ Բողոքելու ես, չէ՞, բայց բռնելու են, ճիշտ են անելու, ինչ պիտի անեն։ Իսկ ես այնտեղ ընդամենը 7 մահացու մեղքերի մասին էի խոսում, որ շատ ցցուն դրսևորում ունի 7 մահացու մեղքեր մեր երկրում այսօր, այսինքն սովորական, ոչ անձնական, առանց անձ թիրախավոր, պարզապես տեսանյութեր այն մասին, որ 7 մահացու մեղքերը քարոզվում են Հայաստանում։ Ինչ եմ ուզում ասել, որ ռուսամետությունը գործնականում հատուկ է իշխանության աջակիցներին։ Եվ նաև մի հարցի շուրջ էլ խոսենք, տեսեք, երբ ես ազգային ընդդիմադիր գործիչներից հետաքրքրվում էի, թե որը պետք է լինի առհասարակ ազգային հատվածի անելիքը, երբ իշխանության թիրախում է հայտնվել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, նույն այդ ընդդիմադիր գործիչներն ինձ ասում էին հայ ժողովրդի բնակչության մեծամասնությունը 95%-ից ավելին հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, հետևապես Նիկոլ Փաշինյանը հարվածելով եկեղեցուն կկրակի իր ոտքին, ինքը չի կարող այս պայքարում հաջողել։ Ես հիմա էլ եմ դա ասում, այնուամենայնիվ
դուք տեսաք, որ նախընտրական շրջանում իրենք նախընտրեցին եկեղեցու հետ կապված որևէ նարատիվ չտանել։ Մարտավարական դադար չէր դա։ Դա ընդհանրապես գիտակցում էր, որ եկեղեցու հետ կապված յուրաքանչյուր թեզ աջակցություն չի գտնում հանրության կողմից, եւ այո, մեր եկեղեցին բարձր աջակցություն եւ բարձր հեղինակություն, եւ ես դիահույս եմ, որ որևէ հարցակում չի խաթարի մեր բնականոն ծառայությունն ու ընթացքը, կարծում եմ այնուամենայնիվ, որ այս հարցում նրանք ձախողելու են։ Հարցն այն է, որ իրենք ձախողելու են տնտեսության, արդյունաբերության, անվտանգության մեջ եւ մեծագույն փորձություններ ու փորձանքներ են բերելու մեր ժողովրդի գլխին։ Ես այսօր, գիտեք, թող ոչ մի զոհ, ասում է դասականը, չպահանջվի ինձնից բացի, կախաղանին թող ոչ մի ոտք էլ մոտ չգա, բայց ցավոք սրտի, եթե նույնիսկ մենք բոլոր հոգևորականներս պատրաստ լինենք զոհաբերվելու, դա չի կանխելու այն ավերը, որ կլինի Հայաստանի հետ առաջիկա տարիներին, եթե այս կեղծված ընտրությունները վավերացվեն եւ նրանց մանդատ տրվի անելու այն սարսափելի ծրագրերը, որ իրենք ունեն կապված կռվելու հետ բոլորի հետ, հարաբերություններ փչացնելու նախ եւ առաջ Եվրոպայի հետ, որովհետեւ այս իշխանությունը եկել է նախ եւ առաջ Եվրոպայի հետ հարաբերություններ փչացնելու, որովհետեւ ինձ համար եւ կարծում եմ շատ ու շատ, եթե ոչ բոլոր մտածող ու վերլուծող մարդկանց համար ակնհայտ է, որ այս իշխանությունը տվել է այնպիսի խոստումներ, որոնք չի կատարելու, եւ երբ գա այլևս հարցադրումների ժամանակը, թե դուք խոստացել եք փոփոխություններ կատարել, դուք խոստացել եք ազատականացնել այս, գիտեք, որ վիզաների ազատականացման համար 100-ից ավել կանոններ կան, օրենքներ կան, որ պետք է դա սկսվել էր դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, Սեփան Սերժ Սարգսյանը ստորագրեց։ Եվ ակնհայտ է, որ գիտեք, ես որ կարդում էի այդ հարյուրավոր պահանջները, որոնք դրվում են վիզաների ազատականացման համար, ինձ հենց բռնացրի այն մտքի վրա, որ այստեղ շատ ու շատ կանոնների, օրենքների ես համաձայն եմ ավելի շատ եւ ընդդիմադիր մարդիկ համաձայն են ավելի շատ, քան իշխանական մարդիկ, այսինքն դա անընդունելի լինելու հենց այդ իշխանական, այդ ռուսամետ մարդկանց, որոնք խորքում իրենց հայացքներով, իրենք ոչ այնքան ռուսամետ, որքան սովետական են։ Գիտեք, ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգից, ուխտավորաբար այնտեղ էինք Սուրբ Կատարինե մեր հայ առաքելական եկեղեցում, ի պատիվ մեկ այլ հալածյալ հոգևորականի Եզրած Սրբազանի այնտեղ կա հրաշալի համայնք, հրաշալի գործունեություն է ծավալում եկեղեցին եւ միշտ տպավորվում եմ, թե մեր Տեր Եփրեմ քահանան, մյուս հոգևորականները, Տեր Ղևոնդը ինչ լավ ծառայություն են այնտեղ իրականացնում։ Եվ բնականաբար այնտեղ շրջելիս մենք շատ կարդում էինք, սերտում էինք, սովորում էինք նաեւ այդ բոլշևիկների գալու մասին եւ բոլշևիկյան հալածանքի մասին։ Հիմա այս բոլշևիկի մտածելակերպով մարդիկ մեզ մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, որ իրենք այդպես դասական բոլշևիկներ են, բավական բոլշևիկի մտածելակերպով նեո-բոլշևիկներ են, այսինքն իրենց վարքագծի մեջ է այդ ամբողջը, մեր մեջ դա բնավ չկա։ Ինձ համար անընդունելի եւ ատելի է բոլշևիզմը եւ այն ամենը, ինչ եղել է ինձ համար անձնապես սովետական տարիներին եւ այդ առումով մեզ չեն կարող մեղադրել ռուսամետության մեջ, մենք հայամետ ենք, մենք բավականին եւ հայ առաքելական եկեղեցին միշտ աչքի ընկել իր առաջադեմ հայացքներով, իր բավականին հայցակարգային երկխոսության միշտ բաց լինելու հանգամանքով եւ երբեք կաղապարված կառույց չի եղել, ինչքան էլ որ այդ կարծրատիպը եկեղեցու մասին կա։ Կկարողանա եկեղեցին երկխոսել ԿՓ-ական իշխանության հետ։ Կարծում եմ ԿՊ-ականները այլևս այրել են բոլոր կամուրջներին, որ կամուրջները այրվել են իրենց կողմից, մինչև վերջ մենք գիտենք, որ Վեհապար Հայրապետը որպես հայր, որպես քրիստոնյա անդադար իր վերջին հարցազրույցում, Վեհապար Հայրապետի վերջին հարցազրույցում մենք եւս տեսանք, որ Վեհապար Հայրապետը խոսեց զղջման կարեւորության մասին, որ եթե իրենք զղջան, եթե իրենք ապաշխարեն, եթե իրենք հրաժարվեն իրենց մեղքերից, եթե իրենք այս կեղծված ընտրություններից հրաժարվեն, իհարկե եկեղեցին միշտ պատրաստ է անառակ զավակների վերադարձին, դա մենք քրիստոնյաներ ենք, մենք Աստծո խոսքով մարդկայնորեն գուցե ասենք անհնար է, բայց քրիստոնեական մեր կյանքը մեզ խոնարհեցնում է ու ասում է Քրիստոս ներեց, Աստված ներեց եւ նույնը մեզ պատվիրեց։ Հետեւաբար, եթե իրենք ընդունեն, որ այս ընտրությունները
կեղծվել են։ Իսկ ինձ համար տարօրինակն այն է, որ իրենք արդեն իսկ ընդունել են դա, ըստ էության իրենք խոսույթի մեջ, ու մի կողմից ընդդիմությունը իրավացիորեն նշում է, որ այս ընտրությունները կեղծվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ, այս ընտրությունները կեղծվել են սարսափելի անարդարությամբ, որ տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված եւ իրենց տասնյակ հազարավոր ձայները պարզապես իմ գնահատմամբ գողացվեցին։ Մյուս կողմից իշխանությունն է թմկահարում, որ մենք բոլորս խոսքը քանի 100,000 մարդու մասին է։ Ընդդիմության ձայնը 550,000։ 550,000 մարդ Հայաստանում կաշառք է վերցրել, հանցագործ է, 550,000 մարդ այս երկրում փողի համար գնացել քվեարկել է, այսինքն դուք պատկերացնում եք, թե դա ինչ մեղադրանք է։ Այդ դեպքում դուք ինչու եք գնում խորհրդարան քպականներ։ 550,000 մարդ կաշառակեր է, դա նշանակում է, որ պետք է այս ընտրությունների արդյունքները չեղարկվեն, պետք է լիակատար ազատություն տրվի դատարաններին, ոչ թե պատվերներ տրվի, այլ լիակատար ազատություն տրվի եւ քննություն անցկացվի, ոչ թե կեղծված ձայնագրություններով։ Մենք հիմա տեսեք օրինակ վերջին շրջանի նախընտրական ձայնագրությունները դեռ թարմ են, այսպես քննարկման մեջ են, բայց եկեք գնանք մի տարի առաջ եւ հիշենք աղմկահարույց Սրբազան պայքարի ձայնագրությունները։ Այն ժամանակ այդ ձայնագրություններն էին ակտուալ եւ շատ ու շատ իմ շրջապատում մարդիկ ասում էին թող լավ, բայց ձայնագրություններ է, բայց որոնք չապացուցվեցին, այո։ Ոչ միայն չապացուցվեցին, այլ ապացուցվեց, որ դրանք կեղծված են մոնտաժ։ Օրինակ, այն ժամանակ ինձ ասում էին Թոմ ջան, հա մենք էլ ենք Սրբազանին շատ սիրում, մենք էլ ենք ախր ու տենց մարդիկ նույնիսկ իմ շրջապատում մարդիկ, որոնք ասում էին Թոմ, բայց իրոք Սրբազանը ասում էր գյուլել մարդկանց։ Ու հիմա մենք հանկարծ տեսնում ենք, որ այդ գյուլելը լրիվ ուրիշ բանի մասին, լրիվ ուրիշ օրինակ է, որը ոչ մեկին գյուլելու մասին չէ, դա մի հատ ուրիշ կոնտեքստից վերցրած, կտրած, բերած բառ է, ու դատարանը ընդունեց, որ դա ոչ մի մարդու գյուլելու եւ ոչ մեկի նկատմամբ բռնության մասին արտահայտություն չէր, եւ այլևս ոնց որ այս Սրբազան պայքարի բոլոր ձայնագրությունները, որ դատարանով հասկանում եք, այլևս ապացուցվեց, որ մոնտաժված են, մենք այս ձայնագրությունների մասին հիմա չենք խոսում այլևս։ Խոսում ենք ընտրակաշառքինը։ Նոր ձայնագրությունների մասին։ Հիմա մի տարի հետո, որ արդեն դատարանը ցույց տա, որ այս ձայնագրություններն էին մոնտաժված, ձայնագրություն մոնտաժելուց հեշտ բան, երբ որ ԱԱԾ-ն կարող է ապօրինաբար, ասենք, երրորդ ներողություն երկրորդ նախագահի լուսանկարը օդանավակայանում, այսպես կամայական վերցնել, տալ հայկական ժամանակին, հայկական ժամանակը Նիկոլ Փաշինյանն էլ ասի ԱԱԾ-ն ինչ ուզի կանի։ Եվ ԱԱԾ-ն կարող է կամայականորեն օրինակ, իհարկե, իմ մասին էլ կարող են կեղծել ձայնագրություններ, ինձ հետ կապված էլ կարող են կեղծել ամեն բան։ Իդեպ ես օրինակ արդեն 1 տարի է, որտեղ գրել եմ մի սովորություն։ Ես երբեք ոչ մի բան չեմ խոսում փակ տելեգրամյան խմբերում, այսինքն բոլոր խոսակցությունները ուղիղ կապով են։ Իմ բոլոր խոսակցությունը, եթե ինձ զանգում են, ասում են թող մի հատ տելեգրամով զանգի բան ասեմ, ես ասում եմ, նայ, եթե դու ինձ մի բան ես ասելու, որը իր մեջ պարունակում է այնպիսի նյութ, որ դու չես ուզում, չէ, ես չեմ ուզում դա լսել։ Ուղիղ կապով ասա։ Հետո ասում եմ, բայց ինչ էիր ուզում դա տելեգրամով, ինչ հա դրա եղածը, որ ուզում ես տելեգրամով ասել, սովորական զրույց է, ինչ, հա ինչ։ Դե ասում էր ամեն դեպքում, էլի ես իմ։ Այսինքն մարդկանց արդեն վախի մթնոլորտում է, մենք նույնիսկ այդ առօրյական զրույցները մեկ-մեկ վախենում ենք, ասում ենք լավ տելեգրամով խոսեմ, որովհետև կարող է օրինակ իմ ու իմ մայրիկի կենցաղային զրույցը, իդեպ նաև սովորություն եմ սարքել պարբերաբար իմ հեռախոսազրույցների ժամանակ խոսք եմ ուղղում նաև պարոն մայորին, ով էր որ նա լինի, այդպես մենք մեր ընկերական շրջապատում ունենք հավաքական մի կերպար, պարոն մայորը, որ օրինակ ասում ենք, հիմա պարոն մայորը լսի ինչ կմտածի մեր մասին, հա, բայց կատակ ենք անում, բայց դուք պատկերացրեք, էլի մենք ապրում ենք այդ անդադար զգացողության տակ, որ մեզ անդադար ոչ մի բան, ոչ մի հանցանք չենք անում, ես այս երկրում ապօրինաբար, ասենք, փողոցի անցում չեմ հատում։ Բայց ձեզ լսում են, այո։ Չնկարեն, ասեն այ Թովմասը լինելով ունենալով հետևորդներ, անչափահաս հետևորդներ, վատ օրինակ է ծառայում, փողոցը սխալ տեղով անցնում ես։ Դա չեմ անում։
Ես ինձ, չգիտեմ, նույնիսկ անձնական նվերները տանում եմ ավելորդ, նույնիսկ իմ իրավաբանը բարբերաբար ասում են, չէ, սրա 10% տարել, վճարել, սա օրենքով չի հարկվում, սա այն գումարը չի, որ 20,000 դրամից տանես 2,000 դրամ, ասում են ոչինչ, թող դա լինի, այսինքն հարկը վճարելը ինձ համար կապ չունի այս իշխանության հետ, հարկը վճարելը ինձ համար առաքինություն է եւ քրիստոնյան պետք է դա անի։ Եվ այլն, այսինքն ուզում եմ ասել, այդ ծայրահեղորեն օրենքի տարին հավատարիմ լինելով, փորձելով լինել ու ամբողջ ճիգ ու ջանկը տանելով որ լինես, հասկանում ես։ Այնուամենայնիվ անդադար այդ բանը կա, որ քեզ կարող են մեղադրել շինծու մեղադրանքով ու խորքում ես այլևս հասկանում եմ, որ եթե ինձ պետք լինի բռնել, ես ուզում եմ Telegram-ով խոսեմ, ուզում եմ քարայրից դուրս չգամ, ուզում եմ ինչ ուզում եմ անեմ, կգան կբռնեն։ Կասեն մեր ձևով ուզում ես եկեղեցին պայքարել, պետք է նստես, օրինակ, հա։ Օրինակ, ինչպես Սամվել Կարապետյանի հետ Սամվել Կարապետյանի խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ անդադար էս դատերը գնում են առանց որևէ իրեղեն ապացույցի, առանց որևէ հանցագործության, բայց որ ուզեն բռնել, կբռնեն ու չեն հարցնի։ Սա խնդիր է, որի լուծումը պայքարն է ամենօրյա, անձանձիր, առանց հուսահատվելու, հետևաբար ուշքարողություն մեր քաղաքական առաջնորդներին, որոնք պետք է մեզ հուսախաբ չանեն, իրենք կոչված են մեր պայքարին, մեր գաղափարական պայքարին հաղորդել քաղաքական օրակարգ։ Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական մեկնաբան չեմ, իմ գաղափարական հայրենական ու արժանապատվական բոլոր ակնկալիքները մեր քաղաքական ուրեմն ընդդիմադիր գործիչներից են։ Իրենք ստացել են ձայներ, իրենք ունեն հնարավորություն մանդատ վերցնելու կամ չվերցնելու, իրենք պետք է իմաստությամբ այդ որոշումը կայացնեն, որ որոշումն էլ կայացնեն, ինձ համար պայմանը մեկն է որպես ընտրող, իմ ձայնի պահանջը մեկն է։ Մանդատով կլինի, առանց մանդատ կլինի, իրենք մանդատ ունենալն էլ չունենալն էլ պետք է ծառայեցնեն մեր եկեղեցու պաշտպանությանը, հայրենիքի պաշտպանությանը, բանակի պաշտպանությանը, մեր ազգային արժանապատվության վերականգնմանը։ Թե ինչպես դա կանեն, թող քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները հուշեն իրենց, բայց ամենակարևորը որ Աստված հուշի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Մարմատ մեդիայի եթերում զրուցակիցս Թովմաս Առաքելյանն էր, կհանդիպենք վաղը։